Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տիկին Հակոբյանն այսօրվա խորհրդի մասին եւ այս քննարկման մասին ինչի համար է, ինչ է արվելու։ Գիտեք, պատահական չի, որ Արցախի Սահմանադրությունը 2006 թվականին երբ ընդունվել է դեկտեմբերի 10-ին հենց, որտեվ երևի թե բոլորի հիշողության մեջ այսօրը որպես մարդու իրավունքների պաշտպանության օր է եւ նաեւ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվեն, որի ժամանակ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությունը որոշում կայացրեց անկախ ճանաչվելու, դառնալ Արցախի հանրապետություն։ Եվ գիտեք, իրականում 1991-ի դեկտեմբերի 10-ը ինքը յուրահատուկ է, հատկապես այն մարդկանց, ովքեր անձամբ են եղել այդ օրերին եւ նաեւ պատմությունից մեզ հասած դեպքերով, որ հենց այդ օրը Արցախցու ամենաուժեղ կամքի դրսևորումն է եղել, որովհետեւ գիտակցումը ինչի միջով են անցնելու կար, որովհետև հենց այդ օրը ռմբակոծության տակ մարդիկ գնում էին հանրաքվեի եւ կողմ քվեարկում անկախ ապրելուն, դա մարդու իրավունքն է, հիմնարար իրավունքը, որի համար Արցախցին գնում էր եւ բնական է, որ պատահական չէ, որ մենք նաեւ հենց այս օրը ընտրել ենք լսումների համար, հենց այն վերաբերվում է լսումները, որոնք տեղի կունենան այսօր, վերաբերում է հենց մեր իրավունքներին, որը ամբողջությամբ ոտնահարված է, կարծես թե նույնիսկ փորձում են ոչնչացնել այդ բոլոր իրավունքները եւ այստեղ հավաքվելու են թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական այն ուժերը, որոնց համար Արցախի հարցը բնականաբար փակ չէ եւ այսօր եւ կլինի ուղերձ թե միջազգային հանրությանը, թե մեր հանրությանը, թե Հայաստանի իշխանություններին, թե այսպես արևմուտքին, որը մարդու իրավունքների այսպես ջատագովն է մեր իրավունքների մասով եւ նաեւ մի փոքր հաշվետվություն կլինի, թե ինչ է արվել ընդհանրապես այս 2 տարիների ընթացքում եւ ինչ անելիքներ ունենք, որից հետո ես վստահ եմ, որ նաեւ հայտարարություն կլինի եւ այսպես քաղաքական ուղենիշը կերևա արդեն հստակ, որ ուղղությամբ այսօր մենք բոլորս պարտավոր ենք աշխատելու, որպեսզի այս իշխանությունները, ներկայիս Հայաստանի իշխանությունները հանկարծ որևէ կերպ չկարողանան իրենց սև ու մութ գործերում կամ նպատակներում հաջողած լինեն։ Տիկին Հակոբյան օրերս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը ասել էր, ով էր իրենց ստիպել, որ գնային Բաքվի բանտ, վարչապետն ուղղաթիռ է ուղարկել, իրենք չեն եկել։ Ով էր ստիպել ու արդյոք վարչապետը ուղղաթիռ։ Գիտեք, առաջ անգամ լսում նման պատգամավորի մասին, չնայած թեպետ համարյա որևէ մեկին այդպես անուններով էլ չգիտենք, երևի ինքը այլ մոլորակից է եկել, նոր է հայտնվել, նոր է ինչ-որ բան կարդացել կամ նոր գիտի ընդհանրապես Արցախի մասին, իրեն որպես, հենց իրեն կամ իր նմաններին ի գիտություն ասեն, որ հենց իրենց վարչապետն է, ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի այդ մարդիկ հայտնվեն Բաքվի բանտերում, որտեվ այն ընթացքը, այն քաղաքականությունը, որը վարվեց մինչ այդ ամեն ինչ նպաստում էր ու բերեց նրան, որպեսզի հենց այդ մարդիկ հայտնվեն Բաքվի բանտերում, գումարած նրան, որ 2 տարի շարունակ ամեն բան արվում է, որ հանկարծ նախ միջազգային կառույցների ուշադրությունը չլինի այդ ուղղությամբ, որովհետև ինչքան էլ մենք աղմկում ենք, աղաղակում ենք, ինչ որ գործունեություն ենք այդ ուղղությամբ ծավալում, միևնույն է մեր ձայնը այն լսելիությունը չունի, ինչ կարող էր ունենալ իշխանությունների արածի դեպքում, աշխատանքի դեպքում եւ խորհուրդ եմ տալիս նման մտքեր ունեցողներին ուղղակի դիմեն իրենց վարչապետին ու հարցնեն ինչու ուղարկեց Բաքվի բանտեր։ Ես եմ շնորհակալ։